Դուք կարող եք ներկայացնել, քանի որ չի ստացվել դա վարչապետից հասկանալ որոշ մանրամասներ, հիմա եթե օրինակ հանրաքվեն չի ընդունվում, սահմանադրություն չի ընդունվում հանրաքվեով, վարչապետը ասում է նոր հանրաքվե կանենք, դա ենթադրում է տարի մեկ հանրաքվե մինչև այդ արդյունքները լինեն այնպիսին ինչպիսին պատկերացնում եք քաղաքացիական պայմանագիր, այսինքն անցնի հանրաքվե։ Դες վարչապետի նման այդքան վատատես չեմ եւ այդ հարցի շրջանակներում եւ կարծում եմ, որ եւ վարչապետին եւ քաղաքական թիմին կհաջողվի առաջիկա քարոզարշավի ժամանակ նաեւ մեր հանրությանը հասցնել, բացատրել եւ հանրության հետ միասնական դիրքորոշման գալ հանրաքվեի կարեւորության եւ դրա ընդունման վերաբերյալ եւ ես կարծում եմ, որ պետք է գնանք պլան Փ-ով, եթե ներ ուրեմն չունենանք մեր մտքում եւ կարծում եմ այդ խնդիր չի լինելու։ Պարոն Հարությունյան, եթե կրկին է, ձեր լավատեսություն ամեն դեպքում բանանելով, այս պահին եթե չստացվի այդ այո, դա կարող է պատերազմի ռիսկ առաջացնել։ Մենք նման հարց չենք քննարկել եւ այն process եթե չանցնի, չեք քննարկել։ Չանցնելու հարց չենք քննարկել, որովհետեւ իմ կարծիքով process-ները եւ այս նախընտրական փուլը եւ հանրության հետ մեր շփումները քաղաքացիների ցույց է տալիս, որ պլան B-ն իրական է մեծ հավանականությամբ եւ այդ տարբերակով էլ կգնանք։ Հովիկ Աղազարյանը այս կոնտեքստում առաջարկում էր միտով ավելացնել ուղղակի եւ չհանել, որքանով է սա հավանական։ Ինչ անել։ Միտով ավելացվի, ասում է, եւ չակագիրը չանվի, այլ ասի, որ մենք պահանջներ չունենք հարևանների կամ։ Հովիկ Աղազարյանի հետ կապված առիթ չի եղել խոսելու։ Ես իրան չեմ մեկնաբանի, որովհետև ինքը քաղաքական պարկեշտության, գործընկերության բոլոր չափերը անցավ այս ընթացքում, նաև իր գործընկեր Ասլանյանը, եւ ես չեմ պատրաստում իրեն մեկնաբանել։ Դրա համար հրապարակվեց այն տեսանյութը վարչության նիստից։ Ինչ տեսանյութ։ Վերջին օրերին որ Նիկոլ Փաշինյանը ասում է դա վարչության նիստի ուրեմն ձայնագրություն է եղել եւ պաշտոնականով հրապարակվել, կասեք ինչու է պաշտոնականով հրապարակվել, չպաշտոնականով, հիմա երբ որ լրատվամիջոցների հետ աշխատանք չի լինում, ասում են չեք աշխատում, երբ որ աշխատում ենք, ասում ենք աշխատում։ Նպատակը այն է, որ այն քաղաքական հայտարարությունները, որը անում էր երբեմնի մեր նախկին գործընկերը, դրան ցույց տար, թե ինքը ինչ դիրքորոշումներ է ունեցել մինչև այդ։ Պարոն Հարությունյան, դուք ևս մասնակցում եք ներկուսակցական քարոզարշավին շատ ժուրնալներում վերջին օրերին։ Ցավոք սրտի շատ չէ, որովհետև ես զբաղված եմ շտաբի աշխատանքներով եւ շաբաթ-կիրակիները օգտագործում եմ այդ հնարավորությունից օգտվելու համար, որքանով որ հնարավոր է եղել։ Ձեր տպավորությունները, եթե սահմանադրած հատվածում եղել եք, նաեւ հատկապես այդ բնակիչների տպավորությունները։ Չէ, սահմանամերձում չեմ եղել եմ Սյունիքում, եղել եմ Վայոց ձորում, Արարատի մարզում, Արմավիրի մարզում, Երևանի Շնգավիթում, որտեղ ապրում եմ եւ կարծում եմ, որ սպասվածից շատ ավելի լավ է տպավորությունները։ Պարոն Հարությունյան, մի հարց եթե տեղյակից խնդրում եմ մեկնաբանել, Հայաստանը խնդրել է Վրաստանին տեղափոխել գազատարը, այս հայտարարությունը ոմանցման ենթադրություն է տվել, որ հնարավոր սահմանազատման համար է գուցե սա։ Դուք արդյոք տեղյակ եք դա ինչի համար է տեղ ունեցել, այսինքն խնդրանքը ինչով է պայմանավորված եղել։ Ամենայն հավանականությամբ նաև այդ process-ների հետ է կապված եւ այնտեղ ես այսօր կարդացի, անկեղծ ասած ես այդ թեմայի մեջ այդքան չեմ խորացել, բայց էլի մամուլից եմ այդ կտորը բանարել, շատ պարզ բացատրված է, որ եղել է որոշակի գոտիով անցել այդ խողովակաշարը, ավելի անվտանգ գոտի են տեղափոխել։ Այսինքն հնարավոր է սահմանազատման հետ կապված այդ հատվածում խնդիրներ Պարոն Հարությունյան, այսինքն սահմանազատվում, գործնականում սահմանազատումը սկսում է այն հատվածներում,
որի վերաբերյալ պայմանավորվածությունը հանձնաժողովների եղել էր, այսինքն այդ հատվածը։ Ես անկեղծ ասած, այս պահին աշխարհագրությունը սահմանազատման լավ չեմ հիշում։ Մասնակցել եմ քննարկումներին, բայց դրանք եղել են մի քանի ամիս առաջ, այս պահին չեմ հիշի, որ հատվածների մասին էր խոսքը։ Ոնց որ Տավուշի հատվածից Տավուշի հատվածներ, բայց աշխարհագրորեն որ կոորդինատներն են, այսպես դժվար։ Գործնականում մեկնարկ կա այդ, այսինքն քննարկումներ կա, վերսկսվում է գործնական հողի ինչ-որ գործողություններ է սպասվում։ Ինքը որոշակի տրամաբանության մեջ է գործում, փոխվարչապետերի միջև կա շփումներ, այս պահին եթե չեմ սխալվում եւ չեմ սխալվում, հողի վրա գործընթաց չկա, ամեն մեկը ինչ որ մի պահի հասնելու համար իր տնային աշխատանքն է անում։ Եվ պարոն Հարությունյան, վերջին ճեպազրույցներից մեկի ժամանակ վարչապետը ասաց, որ Թրիփի հետ կապված այժմ դա Վաշինգտոնի առաջնահերթությունների մեջ չի։ Մինչ այդ ասվում է, որ ամռանը գործնական հողի վրա էլի կմեկնարկեն աշխատանքները։ Այս առումով ինչ-որ բան փոխվել է աշխատանքների մեկնարկը ամռանը սկսելու եւ այդ առաջնահերթությունները չլինելու։ Ես լավ հիշում եմ վարչապետի հայտարարությունը այդ մասով։ Վարչապետը խոսել է այն մասին, որ եկեք մի հատ վերանանք Միացյալ Նահանգներ, Հայաստան, Ադրբեջան, Վիետնամ եւ այլն։ Մի երկիր պատերազմական որոշակի գործողությունների մեջ է։ X երկիր լուրջ ռազմական գործողություններ են տեղի ունենում։ Բնականաբար այդ երկրի թիվ 1 առաջնահերթությունը դառնում է այդ ռազմական գործողությունը, բայց դա չի նշանակում, որ մյուս ուղղություններով աշխատանք չի գնում։ Այսինքն լինելու այնպես, ինչպես հայտարարվել է։ Ես մի քանի օր առաջին օրից հետաքրքրվել եմ ամերիկյան կողմի հետ, աշխատանք տարվում է եւ ամերիկյան կողմն էլ Հայաստանի հետ աշխատանք տարվում է։ Այսինքն ամռանը շինարարությունը կսկսվի։ Ես ժամկետների վերաբերյալ կդժվարանամ այս պահին ասել կոնկրետ ամռանն է, մայիսին է, հունիսին է, հուլիսին է, թե օգոստոսին։ Պարոն Հարությունյան, դուք Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպ ինչպես եք մեկնաբանում եւ ինչ եք կարծում, կարիք կա վարչության նիստում այն քննարկել կուսակցության էթիկայի կանոնագրքի 4-րդ կետի շրջանակներում։ Մեջբեր եմ, թե հիշում եք 4-րդ կետը։ Չէ, հիշում եմ եւ այսօր այստեղ գալուց իմ գործընկերների ճեպազրույցներն էին նայում եւ այդ ընթացքում արդեն անգիր արեցի ձեր հարցը, որովհետեւ բառացիորեն կրկնվում էր, ոչ չեմ տեսնում, որովհետեւ ազգային ժողովի նախագահի նկատմամբ եղել է լուրջ սադրանք եւ այդ լուրջ սադրանքին կարծում եմ ոչ միայն քաղաքական ուժերը կամ տվյալ դեպքում մեր քաղաքական ուժը պետք է արձագանքի, այլ դուք պետք է գնահատականներ նաև տաք եւ առայժմ ցավոք սրտի այդպիսի գնահատականներ շատ քիչ եմ տեսել կամ չեմ տեսել։ Ընդհանրապես կարծում եմ, որ մեզանում նման միջադեպերը պետք է դատապարտելի լինեն եւ անթույլատրելի լինեն սադրանքները։ Եվ այո, որոշ առումով նաև մենք էլ քաղաքական գործիչներ, չեմ ասում միայն ԿՊ-ի, առհասարակ քաղաքական գործիչները, նաև իրենք իրենց հերթին նույնիսկ նման սադրանքների դեպքում որոշակի զսպվածություններ պետք է ունենան, բայց մարդը մնում է մարդ, էմոցիաները մնում են էմոցիաներ, մենք միասին պետք է այդ նոր ֆորմացիայի հարաբերություններին ընտելանանք եւ մենք առաջի քայլը իրականում արել ենք այդ ուղղությամբ։ Դա էթիկայի կանոնագրքի կանոնակարգի ընդունումն էր եւ եթե որի հիմա չեք օգտագործում, ներողություն, շատ լավ օգտագործում ենք եւ եթե դուք համեմատեք մեր քաղաքական գործիչների զսպվածությունը, կոռեկտությունը, հայտարարությունների չափված ձևացությունը, ասենք օրինակ մինչև այդ կանոնակարգի ընդունումը, ապա սարերի եւ ձորերի տարբերություն կարձանագրեք, եթե ազնիվ եք ձեր մտումներում։ Օրինակ, պարոն վարչապետի կներեք, խորհրդարանում սարի տանելու ենք լցնենք պատվարը տոնայնության եւ Արցախից փախածներ այդ ձայնային տոնայնության մեջ չկա, որ ես կարծում եմ, որ վարչապետը
բավարար մեկնաբանություններ տվել է։ Այդ շատ մեծ է տարբերությունը եւ ակնհայտը ոչ դա չի տարբերությունը եւ քանակությամբ եւ որակով եւ էմոցիայով դուք էական տարբերություն կտեսնեք եթե տենց սևեռվեք 1-2 արտահայտության վրա կարող եք ասել օրինակ որ այո ոչ մի կանոն չի պահվում եւ կարգ չի պահվում բայց նույն տրամաբանության մեջ է օրինակ երբ որ սևեռվում ենք մեր հանրության մեջ առանձին միջադեպերի վրա եւ դա ընդհանրացնում ենք եւ ասում ենք որ հանցագործությունների աճ կա, սպանությունների աճ կա, մահերի աճ կա, բանի ճանապարհներին այնինչ վիճակագրությունը լրիվ այլ բան է ցույց տալիս եւ եթե պատշաճ կերպով լրագրողները զբաղվեն եւ ուսումնասիրեն այդ ժամանակահատվածները կանոնակարգից ընդունումից հետո եւ առաջ, ասեք մի 6 ամիս էս կողմ, մի 6 ամիս այն կողմ, այդ տարբերությունները կզգաք եւ կտեսնեք։ Ես նաև ուզում եմ հիշեցնել ձեր համակիրների դժգոհությունը հատկապես հենց մեկը երեկվա դեպքի հետ կապված, նրանք էլ ասում են հաղը պաշտոնյա զսպվածություն, բայց սեռական բնույթի հայցան դա էլ այդ տրամաբանության մեջ, որ մենք միասին պետք է այդ վերափոխումը անցնենք։ Այո, մեր թիմակիցների շրջանում էլ կար, թե ասում են ինչ է ներողություն խնդրել եւ գիտեք հարցը որն էր այդ շրջանակում մեկը դրանք ներողը չեն ինչ եք ներողություն խնդրում բայց ներողությունը իրենց համար չի ներողությունը հանրության մեջ հստակ մեսիջներ եւ քաղաքական գործի այսպես ասած առաքինությունը ցույց տալու համար է եւ օրինակ ծառայելու համար է եւ երբ որ քաղաքական գործիչը տվյալ դեպքում վարչապետը տեսել է խնդիր դա ցույց է տալիս, թե ինչ որակ ենք մենք փորձում հաղորդել քաղաքական դաշտին։ Ներողություն խնդրելը հայկական հասարակության մեջ հեշտ բան չէ։ Հեշտ բան չէ։ Մի անգլիացի գեներալ կար, որը ներգրաված էր մերձար արևելքում, մի քիչ մասնագիտությունից հիշեմ, ասում էր փողզիջման գնալը արևելքում պարտություն է։ Փողզիջման գնալը արևմուտքում հաղթանակ է։ Հիմա ներողություն խնդրելը արևելքում խնդիր է եւ թուլության նշան է։ Արևմուտքում ներողություն խնդրելը առաքինություն է եւ ուժեղ լինելու նշան է։ Էս է ուժեղ լինելը։ Պարոն Հարությունյան, քանի որ ձեր մասնագիտության անդրադառնանք մեր հարևան Իրանի հետ կապված ձեր տեսլականն է, այսպես ասած, ինչ զարգացումներ եք կարծում կլինի եւ ինչպես կանրադառնա նաեւ դա Հայաստանի վրայից, Հայաստանի մասից հետաքրքիր, բայց ձեր ընդհանուր տեսլականն է հետաքրքիր։ Ես որպես մասնագետ այս պաշտոնում չեմ կարող փորձագիտական գնահատականներ տալ, կարող եմ տալ ընդհանուր մեր դիրքորոշումը, որ այն ինչ որ տեղի ունենում տարածաշրջանում լրացուցիչ լարում եւ խնդիրներ է ստեղծում հարևան բոլոր երկրների համար եւ մենք ցանկանանք, որ այդ լարումը շատ կարճ ժամանակում դադարի տարբեր կերպ է ազդում պետությունների վրա։ Մեկի տարածքում մոլորված դրոն են գնում, մյուսի տարածքում նպատակաուղված դրոն են գնում, այն մյուսի տնտեսական մատակարարումների շղթաներն են խափանվում եւ դա ազդեցություն է ունենում տնտեսության վրա, գների աճի տեսքով, աշխատանքների հապաղման տեսքով, օրինակ շինարարության մեջ եւ այլն։ Իհարկե մենք բավարար քայլեր ձեռնարկել ենք նաեւ մինչեւ այդ ճգնաժամի մեկնարկը, բայց եթե ճգնաժամը երկար տևի, այն չի կարող ազդեցություն չունենալ նաեւ Հայաստանի վրա եւ առհասարակ աշխարհի վրա։ Այսօր ես կարծում եմ, որ Ֆիլիպինները առաջին երկրներից է, որը հայտարարել է էներգետիկ ճգնաժամի մասին եւ օրինակ աշխատանքային օրերը կրճատել են 5-ից դարձել է 4 օր աշխատանքային։ Լրագրողները ասում են, մեզ չի խանգարի, չէ, մեզ կխանգարի, պետք է պետությունը
որևէ ճգնաժամի մեջ չլինի եւ բնականon աշխատի։ Նորից նոր սահմանադրությունից եւ հանրակրվեից հարցնել նոյեմբերին հանրակրվե անցկացնելու մտորումներ, ծրագրեր, քննարկումներ կան, որ հաստատուղթը հանրակրվեի դեպի նոյեմբերին։ Ես կարծում եմ, որ սահմանադրության վերաբերյալ բավարար պատասխանեցի եւ ժամկետների մասին մենք քննարկում չենք ունեցել։ Իսկ մի բան էլ հարցնում սահմանադրության հետ կապված այն գնահատականները, որ հնչեցնում են ընդդիմադիրները սահմանադրության փոփոխության հետ կապված նոր սահմանադրության ընդունման համարելով գործաստեղծության Բաքվի այդ պայմանը կատարելու համար է արվում, արդյոք չի դիտարկնելու նոր սահմանադրության լեգիտիմությունը։ Ոչ, չի դնում, որովհետև եւ վարչապետը եւ մեր քաղաքական թիմի ներկայացուցիչները բազմիցս ոչ մեկ անգամ նշել են, որ այդ փոփոխությունը առաջին հերթին պետք է մեր զարգացումը ապահովելու համար եւ դա որևէ եւ նաեւ բազմիցս նշել են, որ տարբեր հարթակներ, տարբեր քննարկումների ժամանակ նշվել է, որ դա բացառապես մեր ներքին գործն է։ Այո, կոնֆլիկտացին է, բայց դա մեզ համար է, որպեսզի Հայաստանը այլևս կոնֆլիկտ չունենա, եւ դա պահանջ չի։ Նույնիսկ եթե, այսպես ասենք, ինչ որ մի բանով դիտարկենք դա պահանջ, դա մեզ համար է պետք, որ Հայաստանի Հանրապետությունը չունենա կոնֆլիկտ, որովհետեւ դա չի վերաբերում միայն Ադրբեջանին։ Դա Հայաստանը չի ունեցել կոնֆլիկտ, Հայաստանը 91 սահմանադրությունն ու անկախության հռչակագիրը պետության սոֆթն են, որով զարգանում է պետությունը, որով տեղի են ունենում հարաբերությունները, ինչ է նշանակում սահմանադրություն, այսինքն մեր փոխհարաբերությունների սահմաններն են դրվում, ընդհանուր տրամաբանությունն ու ոգին է դրվում, այս մասին է խոսքը։ Ես նկատի ունեմ, ինչ կոնֆլիկտ է առաջացել այս տարիներին այդ պատճառով։ Այն, որ ավարտվել է օգոստոսի 8-ին։ Այն, որ ավարտվել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված պայմանագրով, նախաստորագրված պայմանագրով։ Ստացվում է դուք էլ եք համարում, ներողություն, ես արդեն Պայմանավորության արտադրության նախարարությունը վերջերս շրջանառության մեջ է դրել հանրային քննարկման, ատելության խոսքը կարելի է ասել քչացնող մի օրենսդրական նախաձեռնություն, որը տարբեր շրջանակներ, երբ որ քննարկումների ժամանակ մենք լսում ենք կարծիքներ, ասում է դրանով, որ փորձ է արվում նաև խոսքի ազատությունը ինչ-որ չափով սահմանափակել, այդ դուք ինչպես եք գնահատում պետությունը առնչվող ինչպես պիտի կարողանա գծել են սահմանը խոսքի ազատության եւ ատելության խոսքի, որով նաև պիտի առաջնորդվեն դատարանները հայցերը քննելուց։ Մենք դատարանների աշխատանքներին չենք խառնվում եւ չենք խառնվի, բայց ես մի բան վստահորեն կարող եմ ասել։ Աշխատակազմում, որը ես ղեկավարում եմ, այդպիսի մի ֆիլտր է դրած, որ ցանկացած օրենք, ցանկացած կարգավորում, ցանկացած փոփոխություն, որ իրականացվի, որևէ կերպ չազդի խոսքի ազատությանը, որովհետև դա ամենամեծ ձեռքբերումներից է, որ Հայաստանի Հանրապետությունը ունի անցած 8 տարիներին։ Իհարկե մեր հանրության մի մեծ զանգված, ընդ որում շատ մեծ զանգված, այդ խոսքի ազատությունից բողոքում է, բայց բողոքում է սանձարձակությունից։ Երեկվա միջադեպը այդ սանձարձակության հետևանք է։ Որոշ լրագրողների գործելակերպը դա սանձարձակություն է, դա խոսքի ազատություն չի։ Եվ մենք խոսքի ազատությունը ոչ թե փորձում ենք սահմանափակել, այլ որոշակի իրավահարաբերությունների կարգավորում ունեցնել, որովհետև երբեմն սենց կարող եմ ասել, այն որ հիմա տեղի է ունենում Հայաստանի Հանրապետություն խոսքի ազատության հետ, բավականին բնական է, որովհետև ժամացույցի սլաքը, մայատնիկը ձախ կողմում կապած է եղել։ Մենք 18 թվականին այդ թելը կտրել ենք։ Հիմա այս մայատնիկը խփել է աջ կողմի պատին։ Եվ մենք պետք է համբերատար սպասենք, մինչև այդ մայատնիկը նորմալ իր ընթացքի մեջ կգա եւ ճիշտ ժամանակը ցույց կտա։ Խոսքի ազատության առումով, այլ մեկնաբանություն չտակ։